Արշավներ, ճանաչողական այցեր, ժողովրդական երկու պարի ուսուցում կազմակերպիչները վստահեցնում են Վիքի ճամբարում երեխաները ձանձրանալու ժամանակ չեն ունենա։ Տեսածն ու լսածը նրանք կխտացնեն ու հոդվածների տեսքով կտեղադրեն Վիկիպեդիայում։ Այս գործում հմտանալ կօգնեն մասնագետները։ Պլանավորել ենք 4-ից 5 արշավ մոտակա հուշարձանները, բնության հուշարձաններ, ճարտարապետական հուշարձաններ, կայցել են թանգարաններ, Վանաձորի, Գյումրի քաղաքներ այդ տարածքում ու ինչ որ հնարավոր է քաղեն նյութեր իրենց հոդված ստեղծելիք հոդվածների համար։ Ճամբարի մասնակիցների համար պարտադիր 1 կանոն կա։ Օրվա մեջ ամենակիչը 4 ժամ պետք է նվիրեն Վիկիմեդիային։ Երեխաները սակայն այս կանոնից դժվար թե դժգոհ են։ Շատերի համար հոդվածներ խմբագրելը կարելի է ասել հոբի է դարձել։ Երեխաները Վիկիմեդիայի ամենաակտիվ մասնակիցներն են։ Ոմանք արդեն 300 հոդված են խմբագրել։ Ակտիվ վիկի խմբագրերը շարունակելու են ավելի խորը ուսումնասիրել եւ նորից խմբագրել, իսկ ուրեմն ովքեր խմբագրել դեռ չգիտեն, իրենց պետք է սովորեցնենք։ Ամեն 5 երեխային մի հոգի կլինի մեզանից, ուրեմն որ կհետևի։ Ճամբարին կարող են մասնակցել նաև արտերկրում ապրող 14-ից 20 տարեկան երիտասարդները։ Սփյուռքի նախարարության օժանդակությամբ Վիկ քեմփին մասնակցելու հնարավորություն կունենան նաև 40 սիրիահայ երեխա։ Սյուզան Չիչակյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։